Ինչի այդ դեպքը տեղի ունեցել, պետք է առերեսվել եւ ասել, թե ինչի է տեղի ունեցել։ Այդ տեղի ունեցել այդ թվում են պատճառով, որ այդ թվում ձեր գովական համայնքի ղեկավարներից մեկը, երբ որ կառավարության սուբվենցիոն ծրագրող Գյումրիում շատրվանը միացնում են Դոլա Վառավսկայա երգը։ Այդ դրա համար է տեղի ունենում։ Այ հիշում եմ, որ ես падգամավոր էի եւ այնտեղ էի նստած, ձեր խմբակցության մի падգամավոր էլ այնտեղ էր նստած, բանի այդ իրազեկման, ոնց էր կոչվում, ազդարարման համակարգը, որ քննարկում էր, ձեր խմբակցության падգամավորն ասում էր, չհասկացա, գործ տալու մասին օրենքի նախագիծ եք ընդունում։ Այն պատճառով է, որ Հայաստանի Հանրապետությունում քրեական ենթամշակույթը շարունակում է գոյություն ունենալ։ Եվ մեր հանձնառությունն է, ես ասում եմ, պետք է արմատախիլ անել, պետք է ամենախիստ միջոցները ձեռնարկել, պետք է կոշտ, կոպիտ, ուժային, դաժան միջոցներ ձեռնարկել, այդ քրեական ենթամշակույթը բան անելու, արմատախիլ անելու համար։ Դա գալիս է, այո, ասում եմ նրանից, որ տղա երեխեքը սկսում են լեզուները բացվում է, դեռ ցավոք Հայաստանում շատ տեղեր առաջի բառը, նույնիսկ երբեմն մամա պապայից առաջ բան են հայհոյանք ենք սովորացնում, հետո է ազգուտակով հավաքվում ծապ տալիս։ Բա ինչ է լինելու դրա վերջը։ Բա այդ է լինելու։ Իհարկե ես ընդունում եմ մեր պատասխանատվությունը, որ մենք պետք է այդ հարցերով զբաղվենք, եւ ԿԳՄՍ-ն, եւ ՆԳՆ-ին, եւ քննչական մարմինները, եւ այլն, եւ այդպես շարունակ։ Պետք է եւ ուզում եմ ասել նաեւ, որ սոցիալական ցանցերի այս բանը իրավիճակները նույնպես նեգատիվ ազդեցություն են ունենում դրա վրա։ Եվ այսօր բազմաթիվ եվրոպական երկրներ եւ բազմաթիվ ժողովրդավարական երկրներ առերեսվում են այդ իրավիճակի հետ։ Ընդամենը օրեր առաջ, շաբաթ առաջ Ավստրալիան արգելեց անչափահասների սոցիալական ցանցերի հասանելիությունը։